Ողջույն բոլորին, Armedia YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, կանխապ շնորհակալություն բոլորին լուրերը հավանելու, ալիքին բաժանորդագրվելու համար եւ շնորհակալություն, որ երեկվա խնդրանքս էլ չեք մերժել։ Այսօր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լայնածավալ ասուլիս է ունեցել, որտեղ անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանը։ Մի քանի առանցքային հատվածներ ենք առանձնացրել։ Նախագահը հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկելով Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական իրավիճակը եւ Ուկրաինայի պատերազմը։ Թրամփի խոսքով զրույցը եղել է դրական եւ կառուցողական։ Նա նշել է, որ քննարկել են Իրանի շուրջ զարգացող պատերազմը եւ տարածաշրջանում անվտանգության հարցերը։ Թրամփը հայտնել է, որ Պուտինը հետաքրքրված է իրավիճակի կարգավորմամբ եւ ցանկանում է լինել կառուցողական դերակատար։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Պուտինին ասել է ավելի օգտակար կլիներ, եթե Ռուսաստանը կենտրոնանար Ուկրաինայի պատերազմի ավարտի վրա։ Թրամփը ընդգծել է, որ Ուկրաինայի հակամարտությունը երկարատև եւ ծանր պատերազմ է դարձել, որի ավարտը կարևոր է միջազգային կայունության համար։ Թրամփի խոսքով հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ գլոբալ անվտանգության հարցեր եւ էներգետիկ շուկաների կայունությունը։ Նա նշել է, որ կողմերը շարունակելու են կապի մեջ մնալ քննարկելու տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները։ Նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է նաև Իրանում ձևավորվող նոր իշխանությանը։ Նա քննադատել է Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությունը, նշելով, որ այդ որոշումը կարող է պարզապես շարունակել նախկին քաղաքականությունը։ Թրամփի խոսքով Իրանում անհրաժեշտ են իրական փոփոխություններ, որոնք կարող են նպաստել երկրի եւ տարածաշրջանի կայունությանը։ Նախագահը նշել է, որ նախընտրում է, որպեսզի փոփոխությունները տեղի ունենան հենց Իրանի ներսում։ Նրա խոսքով կարևոր է, որ իշխանության կան այնպիսի առաջնորդներ, որոնք պատրաստ կլինեն խաղաղության եւ չեն սպառնա այլ երկրներին։ Միաժամանակ Թրամփը անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների ներքին անվտանգության հարցերին։ Նա հայտարարել է, որ անվտանգության ծառայությունները ուշադիր հետևում են հնարավոր իրանական այսպես կոչված քնած գաղտնիք գործող խմբերին, որոնք կարող են ակտիվացվել ԱՄՆ տարածքում։ Նրա խոսքով ամերիկյան հետախուզական ծառայությունները վերահսկում են իրավիճակը եւ ունեն անհրաժեշտ տեղեկատվություն նման հնարավոր սպառնալիքների վերաբերյալ։ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստ են արագ արձագանքել ցանկացած վտանգի, որը կարող է սպառնալ երկրին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը շարունակում են Իրանի դեմ իրականացվող լայնածավալ ռազմական գործողությունները։ Նրա խոսքով Operation Epic Fury կամ նույն ինքը էպիկական ցասում անվանումը կրող գործողության շրջանակում վերջին օրերին իրականացվել են ամենահզոր եւ բարդ ռազմական հարվածներից մի քանիսը։ Թրամփը նշել է, որ գործողության ընթացքում արդեն խոցվել են հազարավոր թիրախներ, ինչի հետևանքով Իրանի ռազմական կարողությունները զգալիորեն նվազել են։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համատեղ գործողությունների արդյունքում Իրանի ռազմածովային ուժերի մեծ մասը ոչնչացվել է, իսկ հրթիռային համակարգերի կարողությունները կրճատվել են մոտ 90%-ով։ Բացի այդ, հարվածներ են հասցվել նաև Իրանի անօդաչու թռչող սարքերի արտադրությանը։ Նա ընդգծել է, որ Իրանը փորձում էր մեծացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում եւ սպառնալ տարածաշրջանի մի շարք երկրների, սակայն Միացյալ Նահանգների եւ դաշնակիցների ռազմական գործողությունները կանխել են այդ սցենարը։ Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ռազմածովային ուժերը շարունակում են վերահսկել Հորմուզի նեղուցը ապահովելու նավթի եւ էներգակիրների անվտանգ փոխադրումը համաշխարհային շուկաներ։ Նրա խոսքով անհրաժեշտության դեպքում Միացյալ Նահանգների նավատորմը պատրաստ է ուղեկցել նավթային տանկերները եւ կանխել տարածաշրջանում նավթի մատակարարումների խափանումները։ Խոսելով պատերազմի հնարավոր ավարտի մասին, Թրամփը նշել է, որ հակամարտությունը կարող է ավարտվել մոտ ժամանակներում։ Նրա խոսքով Իրանի ռազմական ենթակառուցվածքների մեծ մասը արդեն ոչնչացվել է եւ այժմ իրավիճակի հետագա զարգացումը կախված է Թեհրանի քայլերից։ Այսօր Սենատում փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ պատերազմը սկսվել է առանց հստակ ռազմավարության եւ առանց վերջնական նպատակների։ Նրա խոսքով հակամարտության սկսվելուց հետո արդեն 7 ամերիկացի զինծառայող է զոհվել Մերձավոր Արևելքում։ Սենատորը հայտարարել է, որ վարչակազմը պետք է ներկայացնի հստակ պատասխաններ, ինչ նպատակ ունի այս պատերազմը եւ ինչն է համարվում հաղթանակ։ Նա պահանջել է, որպեսզի պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեդը ներկայանան Սենատ եւ բաց լսումների ժամանակ ներկայացնեն պատերազմի ռազմավարությունը։ Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ հակամարտությունն արդեն ազդում է ամերիկյան տնտեսության վրա։ Շումերը պահանջում է, որ կառավարությունը օգտագործի ռազմավարական նավթային պաշարները, որպեսզի նվազեցնի բենզինի գների աճը։ Բացի այդ, մտահոգություն է առաջացրել նաև պատերազմի հնարավոր ընդլայնումը։ Սենատում զգուշացրել են, որ եթե Միացյալ Նահանգները որոշի ցամաքային զորքեր ուղարկել տարածաշրջան, հակամարտությունը կարող է վերածվել երկարատև պատերազմի։
Թուրքիան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են իրանական բալիստիկ հրթիռ, որը մտել էր երկրի օդային տարածք։ Թուրքիայի իշխանությունների փոխանցմամբ հրթիռը ոչնչացվել է նախքան այն կհասներ բնակավայրերին, իսկ բեկորների մի մասը ընկել է Թուրքիայի տարածքում։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նման սադրիչ քայլերը կարող են վտանգել Թեհրանի եւ Անկարայի հարաբերությունները։ Նա զգուշացրել է, որ Թուրքիան կպատասխանի ցանկացած սպառնալիքի, որը կուղղվի երկրի անվտանգությանը։ Անկարան պահանջել է բացատրություն։ Տարածաշրջանում տարբեր է մոտեցումները։ Ինչպես արդեն գիտեք, Իրանում նոր գերագույն առաջնորդ է ընտրվել Այաթոլլա Մոջթաբա Խամենեին, նախկին առաջնորդ Ալի Խամենեիի որդին։ Դրա նշանակումը շատերի կողմից դիտվում է որպես իշխանության շարունակականություն եւ քաղաքական կոշտ գծի պահպանում։ Թուրքիայի լարվածության ֆոնին եղբայրական Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է նոր առաջնորդին։ Ալիևը իր ուղերձում նշել է, որ հույս ունի, թե Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կզարգանան փոխադարձ հարգանքի եւ վստահության մթնոլորտում։ Ավելի վաղ Ադրբեջանը մեղադրանքներ էր հնչեցնում, թե Իրանը հարվածել է ադրբեջանական տարածքին դրոններով։ Իրան այդ մեղադրանքները հերքել է։ Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը ակտիվացնում է նաև եվրոպական երկրներին եւ ՆԱՏՕ դաշինքը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը մեծացնում է իր ռազմական ներկայությունը միջերկրական ծովում։ Ֆրանսիան նախատեսում է տարածաշրջան ուղարկել մի շարք ռազմական նավեր, այդ թվում ավիակիր Շարլ դը Գոլը եւ մի քանի ուղղաթիռակիր նավեր։ Այս քայլը նպատակ ունի ուժեղացնել Եվրոպական միության անվտանգության պաշտպանությունը եւ պաշտպանել էներգետիկ ու առևտրային ուղիները տարածաշրջանում։ Ֆրանսիան նաև հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել նավթային եւ գազային տանկերների անվտանգ ուղեկցմանը Հորմուզի նեղուցում, եթե իրավիճակը որոշ չափով կայունանա։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ արդեն ներգրավել են հակաօդային պաշտպանական գործողություններում։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի հայտարարությամբ բրիտանական թայֆուն կործանիչները խոցել են 2 իրանական անօդաչու թռչող սարք։ Դրանցից մեկը ոչնչացվել է Հորդանանի երկնքում, իսկ երկրորդը Բահրեյնի ուղղությամբ շարժվելու ժամանակ։ Բացի այդ, Բրիտանիան պատրաստվում է միջերկրական ծով ուղարկել նաև իր ռազմածովային ուժերի HMS Dragon կործանիչը, որը կգործի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հետ միասին հակաօդային պաշտպանության համակարգում։ Թողարկման այս հատվածում թույլ տվեք շնորհակալություն հայտնել եւ ներկայացնել մեր գործընկերներին։ Ինտեր Յունայթեդ ֆուտբոլային ակադեմիան ձևավորված չեմպիոն թիմ ունի, բայց ժամանակն է նաեւ մտածել հաջող սերնդափոխության մասին։ Այդ իսկ պատճառով հայտարարված է 4-ից 10 տարեկանների ընդունելություն։ Սա լավ հնարավորություն է դեպի պրոֆեսիոնալ ապագա։ Եթե դուք կամ ձեր ընտանիքի անդամը վնասվել եք ավտովթարի, սայթաքելու կամ որևէ այլ դժբախտ պատահարի հետևանքով, կարևոր է ունենալ փորձառու փաստաբան, որը կպայքարի ձեր իրավունքների համար։ AG Law Group-ում խորհրդատվությունն անվճար է, եւ դուք վճարում եք միայն այն դեպքում, երբ նրանք հաղթում են ձեր գործը։ Top Choice Collision Center-ում պատրաստ են ներդնել բոլոր ջանքերը հաճախորդին մաքսիմալ հարմարավետություն պատճառելու համար։ Վթարի դեպքում ձեր մեքենան կտեղափոխեն կենտրոն։ Անվճար կգնահատեն վնասի չափը, կվերանորոգեն սեղմ ժամկետներում եւ ձեզ էլ այդ ընթացքում առանց ավտոմեքենայի չեն թողնի։ Եվ մեր խորին շնորհակալությունը մեր վաղեմի ու հավատարիմ գործընկերներին։ Շարունակենք։ Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ պատանների եւ անօրինական կերպով պահվող անձանց հիշատակի օրվա միջոցառումը։ Այն տեղի ունեցել պետքարտուղարությունում եւ անցկացվել է խորհրդանշական դրոշի բարձրացման արարողությունից հետո։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը աշխարհում պահվող ամերիկացիներին վերադարձնելն է հայրենիք։ Ռուբիոն նշել է, որ վերջին տարիներին իրականացված աշխատանքների արդյունքում հաջողվել է ազատ արձակել եւ տուն վերադարձնել ավելի քան 175 մարդու, որոնցից ավելի քան 100-ը ամերիկացիներ են։ Նրա խոսքով ԱՄՆ կառավարությունը չի դադարեցնելու իր ջանքերը, մինչև արտասահմանում պահվող բոլոր ամերիկացիները վերադառնան իրենց ընտանիքների մոտ։ Պետքարտուղարը հայտարարել է, որ Իրանն է հանդիսանում աշխարհում պատանդարության ամենամեծ հովանավորը եւ հաճախ օգտագործում է օտարերկրյա քաղաքացիների կալանքը որպես քաղաքական ճնշման գործիք։ Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ՀԴԲ փոխտնօրեն Քրիստոֆեր Ռայան, որը հատուկ անդրադարձել է նախկին ՀԴԲ գործակալ Ռոբերտ Լևինսոնի գործին։ Լևինսոնն անհետացել է Իրանում 2007 թվականին եւ նա համարվում է ԱՄՆ պատմության ամենաերկարաժամկետ գերության մեջ պահված ամերիկացիներից մեկը։ ՀԴԲ-ի տվյալներով առկա ապացույցները ցույց են տալիս, որ նա հավանաբար մահացել է գերության մեջ, սակայն ԱՄՆ իշխանությունները շարունակում են աշխատել պարզելու նրա անհետացման բոլոր հանգամանքները եւ պատասխանատվության ենթարկելու մեղավորներին։ 20 years ago, we were fighting not for our freedom, but for our country. Today, we stand with our
Նյու Յորքում երկու երիտասարդ կասկածվում են ինքնաշեմ պայթուցիկ սարք օգտագործելու և հավանական ահաբեկչության մեջ։ Ոստիկանության տվյալներով 19-ամյա Իբրահիմ Քայումը և 18-ամյա Ամիր Բալոթը փորձել են ինքնաշեմ պայթուցիկ սարք նետել բողոքի ակցիայի ժամանակ, որը տեղի էր ունենում Մանհեթենում, քաղաքապետի պաշտոնական նստավայրի մոտ։ Միջադեպը տեղի է ունեցել հակաբողոքի ակցիայի ժամանակ, որը կազմակերպվել էր աջակողմյան ակտիվիստ Ջեյք Լենգի հակաիսլամական ցույցի դեմ։ Քննիչների տվյալներով կասկածյալները Փենսիլվանիայի Բաքս Քանթի շրջանից եկել են Նյու Յորք մասնակցելու այդ բողոքի ակցիային։ Ականատեսների նկարանած տեսանյութերում երևում է, թե ինչպես է նրանցից մեկը փոքր ամբոխի ուղղությամբ նետում ինքնաշեմ պայթուցիկ սարքը։ Այն ըստ իրավապահների պարունակել է բարձր վտանգավոր պայթուցիկ նյութ, որը հաճախ օգտագործվում է միջազգային ահաբեկչական խմբավորումների կողմից։ Բարեբախտաբար պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել։ Երկու կասկածյալներ ձերբակալվել են դեպքից անմիջապես հետո։ Քննության ընթացքում իրավապահները հայտնաբերել են նաև երրորդ կասկածելի սարքը, որը գտնվում էր արդեն նրանց ավտոմեքենայի մեջ։ Նրանք մեղադրվում են մի շարք ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում ահաբեկչական կազմակերպությանը նյութական աջակցություն տրամադրելու փորձի, զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու, պայթուցիկ նյութեր տեղափոխելու և վտանգավոր պայթուցիկ սարքեր ապօրինի պահելու համար։ Լոս Անջելեսում Ռիաննայի տան ուղղությամբ կրակոցներ է արձակվել։ Կասկածյալը կին է, որին ձերբակալել են ու մեղադրում են սպանության փորձի մեջ։ Ոստիկանության տվյալներով դեպքը տեղի է ունեցել կիրակի կեսօրից հետո Բևերլի Քրեսթ թաղամասում։ Այդ պահին աշխարհահռչակ երգչուհի Ռիհանան ընտանիքի հետ տանն է եղել։ Քննիչների տեղեկություններով մոտ 10 կրակոց է արձակվել երգչուհու առանձնատան ուղղությամբ մեքենայից, որը կանգնած էր կամ կանգ էր առել փողոցի մյուս կողմում։ Առնվազն 1 գնդակ անցել է տան պատի միջով։ Կասկածյալը 35-ամյա Իվանա Լեսի Տորտիզը դեպքից հետո փորձել է փախչել սպիտակ Թեսլա մեքենայով, սակայն ոստիկանությունը նրան կարճ ժամանակ անց ձերբակալել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար, իսկ գրավի չափը սահմանվել է $10,225,000։ Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալության ժամանակ հայտնաբերվել է նաև զենքը, որն էլ օգտագործվել է կրակոցների ժամանակ։ Միացյալ Նահանգներում բենզինի գները շարունակում են աճել, նավթի համաշխարհային գինը անցել է $100 մեկ բարելի համար։ Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի AAA տվյալներով երկրում բենզինի միջին գինը հասել է $3.48 մեկ գալոնի համար։ Ամենաբարձր գները շարունակում են գրանցվել Կալիֆոռնիայում, որտեղ վարորդները միջինում վճարում են մոտ $5.20 մեկ գալոնի համար։ Բարձր գներ են նաև Վաշինգտոն նահանգում, միջինը $4.63։ Ամենացածր գները ներկայումս գրանցվում են Քանզասում, որտեղ 1 գալոն բենզինը միջինում կազմում է մոտ $2.92։ Միաժամանակ նավթի միջազգային շուկաներում գները կտրուկ բարձրացել են։ Միացյալ Նահանգների WTI նավթի տեսակն ու Brent միջազգային նավթը շաբաթվա սկզբին հասել էին գրեթե $120 մեկ բարելի համար, թեև ավելի ուշ որոշակիորեն նվազել է։ Տնտեսագետների գնահատմամբ, նույնիսկ եթե նավթի մատակարարումները շուտ վերականգնվեն, բենզինի գները կարող են բարձր մնալ մինչև աշուն, քանի որ ամռանը վառելիքի պահանջարկը ավանդաբար աճում է։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների բարձրացումը իր կարծիքով ժամանակավոր է և այն փոքր գին է համաշխարհային անվտանգության և խաղաղության համար։ Միացյալ Նահանգներում նաև ավիաուղղություններն են բախվում լուրջ խնդիրների կապված կառավարության մասնակի փակման հետ։ Օդանավակայաններում ուղևորները ստիպված են երկար հերթերում կանգնել անվտանգության ստուգումների ժամանակ։ Շատերը, հատկապես գարնանային արձակուրդների ընթացքում ճանապարհորդող ընտանիքները, դժգոհում են, որ սպասման ժամանակը հասնում է մինչև 2 ժամի։ Տրանսպորտային անվտանգության վարչության TSA-ի աշխատակիցները չեն ստանում իրենց աշխատավարձերը, ինչի հետևանքով նրանցից շատերը չեն ներկայանում աշխատանքի։ Ավիաընկերությունները ներկայացնող Airlines for America կազմակերպությունը քննադատել է Կոնգրեսին, հայտարարելով, որ քաղաքական պայքարը իրական վնաս է հասցնում ինչպես օդային փոխադրումների ոլորտին, այնպես էլ միլիոնավոր ուղևորներին։ Դեմոկրատները սակայն հայտարարում են, որ նախ անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ նախարարությունում և միայն դրանից հետո կարող են աջակցել ֆինանսավորման օրինագծին։ Մինչ քաղաքական վեճերը շարունակվում են Վաշինգտոնում, հազարավոր ուղևորներ ամբողջ երկրում ստիպված են ժամերով սպասել օդանավակայաններում։ Այսքանն էինք առանձնացրել օրվա լրահոսից։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ խաղաղ և առողջ եղեք։